Ըստ Գելափի հայաստանյան գրասենյակի իրականացրած հարցումների, եթե այս գիրակի ընտրություններ լինեն, ԿՊ-ն կհավաքի 11,8%, Հայաստան դաշինքը երկրորդն է 4,7%-ով, իսկ ԴՕԿ կուսակցությունն արդեն 3,5%։ Ըստ նախորդ արած հարցումների ԿՊ-ի ցուցանիշը մի փոքր բարձրացել է, Հայաստան դաշինքին ընդհակառակը իջել, իսկ ԴՕԿ կուսակցությանը ավելի շատ է իջել։ Օրագիր Նյուզը շրջել է մայրաքաղաքի փողոցներում եւ անցորդներին հարց ուղղել, ում կընտրեին քաղաքացիները, եթե այս գիրակի լինեին ընտրություններ։ Եթե այս գիրակի ընտրություններ լիներ, ում կընտրեիք։ Ալեն Սիմոնյանին, Փաշինյանին իրանց կանանիքով մամայով սաղն է կընտրեմ։ Ոչ մեկին չեմ ընտրելու, ազնությամբ։ Ինձ։ Նիկոլ Փաշինյանին։ ԿՊ-ին։ Այո։ Չգիտեմ ճիշտ ասած։ Ոչ մեկին։ Հայաստանի քաղաքացի չեմ ես։ Ոչ մեկին։ Դե չեմ ուզում ոչ մեկը լինի։ Եթե այս գիրակի ընտրություններ լիներ, ում կընտրեիք։ Ճիշտ ասած չեմ կարող ասեմ, հարմար տեխնազու չեմ կարող ասեմ։ Չգիտեմ ոչ մեկին։ Ինձ։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Չգիտեմ։ Չեմ հավատում ոչ մեկին։ Վայ, ինձ։ Չեմ կարող ասեմ, не знаю, որովհետև դեռ այսենց է մեր վիճակը։ Չեմ կարող ասեմ։ Ոչ մեկին, որովհետև էլ արժանիքներ չունեն ոչ մեկ։ Ոչ մեկին։ Ինչու՞։ Արցախը ծախելուց հետո ընտրեմ։ Իմ տունը, իմ հողը։ Ոչ մեկին։ Քեզ աղջիկ ջան, որտեղ շատ սիրուն աղջիկ ես։ Ու խելո կաշկիցը դերևում է։ Մենակ նալոգներն են բարձրացնում։ Չեն ասում է ժողովուրդը կռվում է, մենակ բարձրացնել նալոգը չի։ Դրանց պարտադրեք այդ ոչխարներին, այս դիստրիբյուտորեն, ես իմ ովքեր են, պարտադրեք, որ այ ոչխարներ ձեր այդ մարդը խաղում։ Մենակ նալոգ բարձրացնելով ժողովուրդը էլի խաղալու է։ Հիմա նալոգը բարձրացրել են, ժողովուրդը կռվում ու կռվում է։ Մի ամիս ամեն ասորը 50,000, 40,000, 60,000, 1000 դրամ չի տալի շահում։ Էդի թո դզեն, ոչ թե սիգնալ են տալի, բռնեմ տուգան եմ։ Թո այդպես բաները դզեն, ժողովրդին չտալանեն։ Ոչ մեկին։ Դեռ չգիտեմ։ Չեք որոշել։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, իսկ դուք ում կընտրեիք, եթե այս գիրակի լինեին ընտրություններ։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։